Դասական մեխանիկայի դասընթացի 26-րդ եւ վերջին դասախոսությունն է։ Ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք պարամետրիկ ռեզոնանսը, որը համապատասխանում է Արնոլդի գրքում 25-րդ բաժնին։ Մի օրինակ նայենք հասկանալու համար, թե ինչի մասն է խոսքը։ Ուրեմն դիտարկենք ճոճանակ, որի հենակետը ֆիքսված չի ու շարժվում է y-ների առանցքով, ինչ որ տրված հետագծով, այսինքն շատ լավ ուսուցանենք շարժող հենակետով ճոճանակ։ Ուրեմն ունենք ասենք թող սա լինի x-երի առանցքը, այս y-ների առանցքը։ Սովորական ճոճանակը ինչ որ մի կետ ֆիքսած էր, ասենք 0-ն ֆիքսած էր ու նայում ենք, թե ինչ է տեղի ունենում ծանրության ուժի ազդեցության տակ։ Ուրեմն այս անկյունը նշանակենք φ-ով։ Հիմա ենթադրում ենք, որ այս կետը, որտեղից կախված է ճոճանակը, շարժվում է y-ների առանցքի վրայով։ Ընդ որում շարժումը տրված է, ասենք նշանակենք β-ով կետի դիրքը t պահին։ Ուրեմն հենակետի դիրքը t պահին։ Այսինքն կոորդինատը y կոորդինատը t պահին։ Ուզում ենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ոնց է նկարագրում շարժումը ու հետո փորձել հետազոտել, թե ինչ է ստացվում։ Ուրեմն ինչ պետք է անենք, պետք է գրենք առաջերտին Լագրանժի ֆունկցիան։ Ուրեմն x կոորդինատը, եթե այս նշանակել ենք անկյուն նշանակել ենք φ-ով, ուրեմն x կոորդինատը չի փոխվում, ոնց որ կարծես էլ մնում է, եթե հեռավորությունը երկարությունը l է։ Եկեք համարենք, որ m-ը հավասար է 1-ի, որտեղ 1-ը m-ը կրճատվելու է վերջում։ Ուրեմն x-ը ինչ է լինում, ստացվում է l անգամ սինուս v, y-ը ստացվում է l կոսինուս v մինուս նշանով, քանի որ y-ների առանցքը վերև է ուղղված, եւ որին պետք է գումարեմ հենակետի կոորդինատը, գումարած β։ Ուրեմն ստեղծ հեշտությամբ ստանում ենք Լագրանժի ֆունկցիան, պետք է գրեմ կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությունը։ Արդեն Լագրանժի ֆունկցիան կախված կլինի t-ից։ Ուրեմն ինչի հավասար 1/2 x-ի ածանցյալը կլինի l φ կետով կոսինուս v, այսինքն l φ կետով կոսինուս v քառակուսի, y-ի ածանցյալը կլինի l φ կետով սինուս v գումարած b-ի ածանցյալը սրա քառակուսին եւ սրանից պետք է հանեմ պոտենցիալ էներգիան, պոտենցիալ էներգիան որոշվում է y-ով, այսինքն հանած m-ը վերցրել եմ 1, ստացվի այսինքն j անգամ y կոորդինատը մինուս l կոսինուս v գումարած b, որը կախված է t-ից։ Փորձենք տեսնել ինչ է ստացվում, ուրեմն սրա քառակուսին գումարած սրա քառակուսին կտա l քառակուսի φ կետով քառակուսի, այսինքն ստացվում է 1/2 l քառակուսի φ կետով քառակուսի, ուրեմն ստեղ 2 անգամ այս երկուսի արտադրյալը, այս երկուսը կրճատվի կմնա գումարած l անգամ φ կետով b կետով եւ սինուս v։ Եկեք գրեմ այն անդամները, որոնք դեր են խաղալու վերջում։ Ուրեմն սա է դեր խաղալու, կստացվի գումարած jl կոսինուս v գումարած jl կոսինուս v, ստեղ ունեմ մի անդամ կար b կետով քառակուսի եւ մի ուրիշ անդամ b անգամ j-φ, ուրեմն գումարած 1/2 b կետով քառակուսի եւ հանած
J անգամ B, J անգամ B։ Ուրեմն S անդամի մեջ ոչ φ կա, ոչ φ կետով կա, իսկ Լագրանժի հավասարումները գրելու համար մենք պետք է Լագրանժի ֆունկցիան դասենք φ կետովի կամ φ-ի նկատմամբ, այսինքն S անդամը անհետանալու է, դեր չի խաղալու։ Գրենք պայմանականորեն sense, որ S նույն ֆունկցիան է, ինչ որ առանց դրա, այսինքն ստացի 1/2 L քառակուսի φ կետով քառակուսի գումարած L φ կետով B կետով սինուս φ եւ գումարած GL կոսինուս φ։ Հիմա գրենք Լագրանժի հավասարումը, ուրեմն Լագրանժի հավասարումը Ինչ տեսք ունի Լագրանժի հավասարումը, բազմաթիվ անգամ տեսել ենք, արագ վերհիշենք, DL DF կետով եւ հանած DL DF։ Սա պետք է հավասար լինի 0-ի։ Ուրեմն ես ինչ է ստացվում, DL Φ կետովը ստացվում է առաջի անդամից կստացվի L քառակուսի Φ կետով, երկրորդ անդամից կստանանք L B կետով սինուս Φ եւ սրանից պետք է հանեմ ածանցյալ ըստ Φ-ի, երկրորդ անդամից կստանամ L Φ կետով B կետով կոսինուս Φ, երրորդ անդամից ածանցում ենք մինուս է դուրս գալիս, այս մինուսի հետ կրճատում է տալիս է պլյուս, կամ եկեք sense գրենք, որ պարզ լինի, ուրեմն հանած J L սինուս Φ։ Ու այս ամեն ինչը հավասար է 0-ի, այս իրականում նույն բանն է։ Ուրեմն ինչ է ստացվում, առաջի անդամից ստանում եմ L քառակուսի Φ 2 կետով, երկրորդ անդամից նախ եթե B-ն եմ ածանցում, ստանում եմ գումարած L B 2 կետով սինուս Φ, եթե Φ-ն եմ ածանցում, ստանում եմ L B կետով Φ կետով կոսինուս Φ։ Ստեղ էլ փակագծերը բացենք, տեսնում ենք, որ այս երկրորդ անդամը կրճատվում է L Φ կետով B կետով կոսինուս Φ եւ գումարած GL սինուս Φ, այս ամեն ինչ հավասար է 0-ի։ S էլ նույնն է ինչ որ հետեւյալը, ստեղ L քառակուսին եմ մոռացել։ Ուրեմն այս երկու անդամները կրճատվեցին, սա սրա հետ գնաց, մնացածը տանենք աջ մաս եւ բաժանենք L քառակուսի վրա, կստանանք հետեւյալը։ Ուրեմն Φ 2 կետով Φ 2 կետովը հավասար է մինուս նշան կառաջանա, ուրեմն ես առաջի անդամից ստանում եմ, չէ, այս սրանից ստանում եմ J-ն բաժանած L, J-ն բաժանած L, մինուս նշանով այս երկրորդից ստանում եմ B2 կետով բաժանած L, այսինքն ստացվում է J գումարած B2 կետով, այս ամեն ինչը բաժանած L-ի եւ սինուս Φ։ Ուրեմն ստացանք այս հավասարումը, որը նկարագրում է այս ճոճանակի շարժումը, ուրեմն նկատենք, որ եթե B2 կետով հավասար է 0-ի, այսինքն հենակետը իրականացնում է ուղղագիծ հավասարաչափ շարժում, մենք ստանում ենք սովորական ճոճանակի հավասարումը։ Հիմա ուրեմն ինչ ունենք սրա մասին, նախ ունենք երկու հավասարակշռության կետ, այսինքն շատ ունենք, բայց քանի որ Φ-ն 2π մոդուլով է հաշվում, ունենք իրականում երկուսը։ Մեկը Φ0-ն հավասար է 0-ի, այսինքն 0-ի 0 գրեցի, Φ-ն հավասար է 0-ի հավասարակշռության կետ է, եթե մենք սկսում ենք, եթե շարժումը սկսվում է, եթե վերցնեմ Φ-ն նույնաբար հավասար է 0-ի, կստանամ լուծում։ Φ-ն նույնաբար հավասար է 0-ին, այս լուծում է։ Եվ երկրորդ հավասարակշռության կետը, երբ Φ-ն հավասար է π-ի,
Այսինքն եթե վերցնում ենք ֆիտեն նույնաբար հավասար է պի, նույնպես լուծում է։ Այսինքն կան ներքևի եւ վերևի հավասարակշռության կետերը։ Երբ փին հավասար է 0-ի, ճոճանակը ներքևում է, երբ փին հավասար է π-ի, ճոճանակը վերևում է։ Ու անկախ է շարժումից ինքը մնում է նույն տեղում։ Հիմա հարցը հետեւյալն է, թե արդյոք ինչ որ բան կարող ենք ասել սրանց կայունության մասին։ Արդյոք այս հավասարակշռության կետերը կայուն են ըստ Լյապունովի։ Մենք գիտենք, որ ասիմպտոտիկ կայունություն չի կարող լինել, գոնե այն դեպքում, երբ կախվածություն չկա t-ից։ Ուզում ենք հասկանանք, թե արդյոք կա կայունություն ըստ Լյապունովի։ Այսինքն ճիշտ է արդյոք, որ սկզբնական կետը, եթե ձգտում է այս հավասարակշռության կետերից մեկին, ապա ամբողջ հետագիծը հավասարաչափ ձգտում է հավասարակշռության կետին։ Եկեք արագ վերհիշենք սահմանումը։ Այս պետք է լինելու։ Ուրեմն սահմանում, եթե ունենք ուղղակի ինչ-որ դիֆերենցիալ հավասարում, x կետովը հավասար է, կախված կարող է լինել t-ից, x-ը փոխվում է ինչ-որ r d տարածության մեջ, ու ենթադրում ենք, որ ինչ-որ x0 կետ հավասարակշռության կետ է, այսինքն վետ է x0-ն նույնաբար հավասար է 0-ի, որը նշանակում է, որ եթե վերցնեմ x-ն նույնաբար հավասար x0-ի, ապա կստանամ լուծում։ Հիմա կասենք, որ x0 կայուն է ըստ Լյապունովի, x0-ն կայուն է ըստ Լյապունովի, ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը, որ եթե ես վերցնում եմ լուծումը, որը համապատասխանում է, ասենք, ինչ որ մի y սկզբնական կետի եւ հայեմատում եմ x0-ի հետ, վերցնում եմ հեռավորությունը ու նայում եմ սրա սուպրեմումը, երբ t-ն մեծ կամ հավասար է 0-ի, ապա սա պետք է ձգտի 0-ի, երբ y-ը ձգտում է x0-ի։ Կամ ուրիշ կերպ ասած, այս նույնն է, որ ասեմ հետևյալը, ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի դելտա, որ եթե սկզբնական կետը պատկանում է x0 կենտրոնով եւ դելտա շարավղով գնդին, ապա ցանկացած t-ի համար հեռավորությունը համապատասխան լուծման եւ x0-ի միջև փոքր է էպսիլոնից։ Ուրեմն այս կայունության հասկացություններ Ընդհանուր դեպքում այս խնդիրը ուսումնասիրելը բավական դժվար է, բայց առաջի բանը, որ պետք է անել կայունություն ուսումնասիրելուց, հասկանալ արդյոք գծային հավասարումները կայուն են։ Եթե մենք նայում ենք ասիմպտոտիկ կայունությունը, ապա կա Լյապունովի հայտանիշը, որ ասում է, որ եթե գծայնացված հավասարման բոլոր սեփական արժեքները գտնվում են ձախ կիսատարածության մեջ, այսինքն ունեն բացական իրական մաս, ապա ունենք կայունություն։ Հիմա այս դեպքում այդ կիրառելի չի, քանի որ այն ինչ որ ասացի, Լյապունովի հայտանիշը կիրառելի է այն դեպքում, երբ կախվածություն չկա t-ից, բայց բոլոր դեպքերում իմաստուն նայել գծայնացված հավասարումը։ Ուրեմն եկեք նայենք գծայնացված հավասարումը։ Գծայնացված հավասարումը ուրեմն երկու կետում ենք նայում, ֆին հավասար է 0-ի շուրջ, եթե ֆին հավասար է 0-ի, ուրեմն սա առաջի դեպքն էր։ Նայում ենք ֆին հավասար է 0 կետի շուրջ, ինչ պետք է անենք, պետք է սինուսը փոխարինենք իր գծային մասով, 0-ի շուրջ հեշտ է, սինուսի գծային մասը հենց ֆին է, այսինքն ստանում ենք հետևյալ հավասարումը, ֆի 2 կետով է, հավասար է մինուս J գումարած B 2 կետով բաժանած L անգամ φ։ Եվ մյուս դեպքը, երբ φ-ն հավասար է π-ի, ուրեմն սինուսը պետք է փոխարինենք իր գծային մասով π-ի շուրջ,
Ա, Ոնց ենք անում, եթե ուզում ենք հասկանանք սինուսի գծային մասը որն է π-ի շուրջ, եկեք φ-ին գրենք π գումարած փսի, այդ դեպքում փսին փոքր է, սինուս π գումարած փսին հավասար է մինուս սինուս փսի, հետեւաբար գծային մասը կստացվի մինուս փսի։ Այսինքն, եթե մենք ուզում ենք գծայնացնենք φ-ին հավասար է π հավասարակշռության կետի շուրջ, ապա պարզապես այդտեղ φ-ին պետք է փոխարինենք մինուս φ-ով, որը տալիս է հետևյալ հավասարումը. φ երկու կետովը հավասար է նույն բանը առանց մինուսի։ J գումարած B երկու կետով բաժանացելի անգամ φ։ Հիմա, եթե B-ն նույնաբար հավասար է 0-ի, եթե B-ն նույնաբար հավասար է 0-ի, կամ B երկու կետով նույնաբար հավասար է 0-ի, ապա ստանում ենք սովորական ճոճանակի գծայնացումը, կամ նույնիսկ ոչ գծային դեպքում մենք արդեն գիտենք, որ φ-ին հավասար է 0-ն կայուն է Սլյապունովի։ Եկեք ամեն անգամ չասեմ Սլյապունովի, քանի որ մեզ մոտ լինելու է միայն Սլյապունովի կայունություն, կայուն է, ու գիտենք նաև, որ φ-ին հավասար է π-ին կայուն չի։ Հիմա հարցը հետևյալն է։ Հարց. Կարող է արդյոք B-ի ազդեցության տակ, իսկ մենք գնանք միայն պարբերականները, դրա համար միանգամից հարցն պարբերականի դեպքում գրեմ, ուրեմն կարող է արդյոք B-ի ազդեցության տակ հավասարակշռության կետի բնույթը փոխվել։ Այսինքն n կետը, որ կայուն էր Սլյապունովի դառնա ոչ կայուն, ու n, որ կայուն չէր Սլյապունովի դառնա կայուն։ Ուրեմն պատասխանը դրական է երկու դեպքում էլ, իրոք կարող է փոխվել։ Մենք ուսումնասիրենք սրանցից մեկը, մենք ուսումնասիրենք այն դեպքը, երբ կետը դառնում է ոչ կայուն կետը դառնում է կայուն։ Ուրեմն մենք ենթադրում ենք, որ b-ն այս պայից սկսած պարբերական ֆունկցիա է ցանկացած t-ի համար։ Ու նայում ենք գծային հավասարումը։ Ուրեմն ոնց ենք ուսումնասիրում պարբերական գործակիցներով գծային հավասարման կայունությունը։ Եկեք մի հատ գրենք այդ հավասարումը ինչ տեսք ունի։ Ուրեմն մեր հավասարումը ուներ այս տեսքը, սրանցից մեկը։ Այսինքն մենք ունենք ինչ-որ պարբերական ֆունկցիա, որի անունը ես դնեմ qt, ուրեմն մենք φ երկու կետով հավասար է ինչ-որ qt անգամ φ։ Կամ ես սա կարող եմ գրել համակարգի տեսքով, եթե ես փոփոխականներ մտցնեմ, φ1 հավասար է φ և φ2 հավասար է φ կետով, ապա ես կարող եմ գրել հետևյալ տեսքով, φ1 φ2-ի ածանցյալը հավասար է φ1-ի ածանցյալը φ2-ն է, φ2-ի ածանցյալը qt φ1-ն է։ Կամ գծային հավասարում է, սովորաբար գրում ենք մատրից անգամ վեկտոր, այսինքն ստացվի 0, 1 և qt 0, ու ես պետք է կիրառեմ φ1 φ2-ի վրա։ Ուրեմն գծային հավասարում է, ուզում ենք հասկանանք արդյոք ինքը կայուն է։ Ուրեմն դրա համար նայում ենք արտապատկերում, որը սկզբնական պայմանին, եկեք φ-ով նշանակեմ φ1 φ2 վեկտորը, որ ամեն անգամ չգնենք φ1 φ2 վեկտորը։ Ուրեմն արտապատկերում, որը սկզբնական պայմանին φ0-ին համապատասխանության մեջ է դնում արժեքը t պահին, որտեղ t-ն նույնն է ինչ որ ստեղ։ Ուրեմն այս գծային արտապատկերում է, քանի որ մեր հավասարումը գծային էր, արտապատկերումը, որը լուծմանը 0 պահին համապատասխանության մեջ է դնում լուծումը t պահին, մենք գիտենք, որ այդ գծային արտապատկերում է։
Ուրեմն եկեք մի քանի լեմ ձևակերպեմ, որը իրականում դիֆերենցիալ հավասարումների տեսությունից է, այսինքն մենք հապատույցի մասին շատ չենք խոսի։ Ուրեմն առաջի լեմը ասում է հետևյալը, որ եկեք ես հավասարման անուն դնեմ 1, ուրեմն 1-ի տակ ես կհասկանամ կամ սա կամ համապատասխան համակարգը, ուրեմն 1-ի հոսքը պահպանում է ծավալը։ Իրականում այս բանի դեպքում այս համակարգի համար մենք հարթության վրա ենք, այսինքն երկչափ դեպքն է, այսինքն պահպանում է մակերեսը կամ մակերեսները։ Ուրեմն ինչի է պահպանում մակերեսները։ Դրա համար մենք ունեինք արդյունք, որը ասում էր, որ եթե վեկտորական դաշտի դիվերգենցիան հավասար է 0-ի, ապա մակերեսները պահպանում են։ Այդ Լիովիլի թեորեմն էր։ Ուրեմն Լիովիլի թեորեմը ասում է, որ Լիովիլի թեորեմը ասում է հետևյալը, որ եթե ունենք x կետով հավասար է v(x) հավասարում, դիֆերենցիալ հավասարում, ընդ որում v-ի դիվերգենցիան ըստ x-ի նույնաբար հավասար է 0-ի, ապա ծավալները պահպանվում են։ Ուրեմն ստեղ ինչ ունենք։ S վեկտորական դաշտի դիվերգենցիան ակնհայտորեն հավասար է 0-ի, որտեղ S կախված չի ֆի 1-ից, S կախված չի ֆի 2-ից, հետևաբար ծավալները պահպանվում են։ Անել այդ հոսքի արժեքներ տե պահին, այսինքն ան պահպանում է ծավալները։ Ուրեմն ան պահպանում է ծավալները, մակերեսները, այս առաջի եզրակացությունն է։ Հիմա որն է I-ի եւ մեր հոսքի կապը։ Ուրեմն այդ երկրորդ lemման է, որը ասում է հետևյալը, որ մեկը կայուն է, այսինքն մեկի հոսքը կայուն է, այն եւ միայն այն դեպքում, երբ I-ով ծնված խումբը կայուն է, այսինքն ես նայում I բոլոր աստիճանները, n-ը պատկանում է z պլյուսին, դիֆերենցիալ հավասարումների տեսությունը օգտագործելով շատ հեշտությամբ կարող եք այս բանը ապահովել։ Այսինքն մի ուղղությամբ ակնհայտ է, եթե մեկը կայուն է, ապա դրա սահմանափակումը t-ին բազմապատիկ պահերին կայուն է, եւ հակառակը, եթե t-ին բազմապատիկ պահերին կայուն է, ապա վերջավոր հատվածում ամեն ինչ անընդհատ է կախված սկզբնական պայմանից, հետեւաբար նույնպես կայուն է։ Ուրեմն թողնում եմ ձեզ ինքնուրույն հասկանալու համար սրա ապացույցը։ Այսինքն ինչ ենք ստանում, որ մեկի կայունությունը ուսումնասիրելու համար բավական է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում I-ի հետ, ընդ որում I-ի համար գիտենք, որ ինքը պահպանում է ծավալները, պահպանում է մակերեսները։ Հիմա ունենք գծային արտապատկերում, որը պահպանում է մակերեսը։ Ուրեմն ան գծային է, ու պահպանում է մակերեսը, այսինքն եթե վերցնենք ցանկացած դե տիրույթ R2-ում, ցանկացած դեի համար, AD-ի մակերեսը հավասար է D-ի մակերեսին։ Ստեղից մի անգամից ստանում ենք, որ I-ի դետերմինանտը հավասար է 1-ի։ Իսկ I-ի դետերմինանտը այդ սեփական արժեքների արտադրյալն էր, ուրեմն եթե լամբդա 1, լամբդա 2-ով նշանակենք I-ի սեփական արժեքները, ապա կարող ենք ասել, որ արտադրյալը հավասար է 1-ի։
Ուրեմն սեփական արժեքների արտադրյալ հավասար է 1-ի, ընդ որում երկչափ դեպքի մասին է խոսքը։ Երկչափ դեպքում հնարավոր է երկու դեպք կամ երկուսն էլ իրական են, լամբդա 1, լամբդա 2-ը պատկանում է ներին, կամ լամբդա 2-ը հավասար է լամբդա 1-ի համալուծին, քանի որ իրական տարերով մատրից է, հետեւաբար ուրիշ տարբերակ չկա։ Ուրեմն, որ դեպքում է անկայուն, եկեք մի հատ նկարենք։ Մենք ունենք միավոր շրջանագիծ, ուրեմն հնարավոր է երկու դեպք, կամ երկուսն էլ իրական են, այդ դեպքում քանի որ արտադրյալը 1 է, մեկը, եթե մեկի բացարձակ արժեքը փոքր է 1-ից, մյուսինը կլինի մեծ 1-ից։ Այսինքն 3 դեպք կարող ենք նայել։ Սկսենք այն դեպքից, երբ լամբդա 1-ը բացարձակ արժեքը հավասար է լամբդա 2-ի բացարձակ արժեքին հավասար է 1-ի, այս դեպքում ոչինչ չենք կարող ասել։ Որովհետև եթե կարող ենք բերել անկյունագծային տեսքի, ապա կլինի կայուն, եթե չենք կարող բերել, այսինքն կա Ժորդանի վանդակ, այդ դեպքում կլինեն աճող լուծումներ։ Այսինքն այս դեպքում ման չենք կարող ասել նայելով միայն սեփական արժեքներին։ Մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, եթե նայում ենք միայն սեփական արժեքներին։ Երկրորդ դեպքը, երբ լամբդա 1-ը փոքր է 1-ից, ես էլ փոքր է լամբդա 2-ից, այդ դեպքում մի արժեք կարող ենք ասել, որ կայուն չի, քանի որ 1-ից մեծ սեփական արժեք կա։ Եվ երրորդ դեպքը, երբ լամբդա 1-ը եւ կոմպլեքս են, այսինքն լամբդա 2-ը հավասար է լամբդա 1-ի համալուծին ու ինքն էլ հավասար չի լամբդա 2-ին։ Այսինքն չի կարող լինել երկուսն էլ 1 կամ երկուսն էլ -1։ Այս դեպքում կարող ենք ասել կայուն է։ Ուրեմն ոնց բնութագրենք մի քիչ ավելի հասանելի, որտեղ լամբդա 1, լամբդա 2 դեռ պետք է հաշվել։ Իսկ այի մասին դե կարող ենք հաշվել, բայց ոչ ընդհանուր դեպքում իհարկե, բայց ցանկալի է մի քիչ ավելի բացահայտ պայման լինի։ Ավելի բացահայտ պայմանը հետևյալն է։ Ուրեմն եկեք որպես թեորեմ ձևակերպեմ սա։ Ուրեմն եթե i-ի հետքը մեծ է 2-ից, ապա կայուն չի։ 1-ը կայուն չի։ 1-ը կայուն չի։ Այսինքն երբ ասում եմ 1-ը կայուն չի, նկատի ունեմ 1-ի հոսքը կայուն չի։ Եթե i-ի հետքը փոքր է 2-ից, ապա 1-ի հոսքը կայուն է։ 1-ը կայուն է։ Ուրեմն չի, որովհետև այս երկրորդ դեպքում, առաջի դեպքում, երբ հետքը մեծ է 2-ից, ես պետք է հասկանամ, թե ինչի է սա։ Ես պնդում եմ, որ եթե հետքը մեծ է 2-ից, այն եւ միայն դեպքում, երբ սա տեղի ունի։ Ուրեմն ինչ ունենք, երկու թիվ ունենք, ենթադրենք թե երկուսն էլ դրական են, որտեղ բացական նույն ձև է լինում, որոնց արտադրյալը 1 է։ Ուրեմն լամբդա 1, լամբդա 2-ը մեծ է 0-ից, լամբդա 1 անգամ լամբդա 2-ը հավասար է 1-ի։ Ստեղից ակնհայտորեն հետևում է, որ եթե վերցնում եմ լամբդա 1 գումարած լամբդա 2-ը, ապա այս պետք է լինի մեծ 2-ից, բացառությամբ այն դեպքից, երբ իրանք իրար հավասար են։ Ուրեմն այս առաջի դեպքն էր։ Եկեք մի հատ ես թողնի A դեպքը եւ B դեպքը։ Եվ B դեպքը, երբ կոմպլեքս են, այսինքն սա տեղի ունի։ Այս դեպքում են հեշտությամբ հասկանում ենք, որ ուրեմն լամբդա 1 հավասար է լամբդա 2-ի համալուծին, որը հավասար չի լամբդա 1-ին։ Մեր պես ինչ գրեցի։ Մեր պես տալիս ես չեմ գրել, այստեղ լամբդա 2-ը հավասար չի
Հավասար է լամբդա 1-ի համալուծին, հավասար չի լամբդա 2-ին, ոչ թե հավասար չի լամբդա 2-ին, այլ հավասար չի լամբդա 2-ի համալուծին, այսինքն չի համընկնում նրա հետ։ Ես էլ հավասար չի լամբդա 1-ի համալուծին։ Այս դեպքում ու արտադրյալն էլ 1 է, լամբդա 1, լամբդա 2 հավասար է 1-ի, այսինքն նրանց բացարձակ արժեքները պետք է լինեն 1։ Ստեղից միանգամից ստանում ենք հեշտությամբ, որ լամբդա 1 գումարած լամբդա 2-ը պետք է լինի փոքր 1-ից։ Ստեղ իհարկե նայեցինք բան դեպքը, երբ երկուսն էլ մեծ էին 0-ից, բայց եթե երկուսն էլ փոքր են 0-ից, ապա բացարձակ արժեքի մասին է խոսքը, ստեղ էլ նույնը ու ոչ թե փոքր է 1-ից, այլ փոքր է 2-ից։ Էլի ստեղ արդեն պայմանը դրել ենք։ Մի խոսքով, հուսով եմ համոզեցի, որ այս բանը տեղի ունի, թեորեմը տեղի ունի։ Մեզ մնացել է շատ քիչ ժամանակ, 3 կամ 4 րոպե։ Ես մենակ օրինակը կձևակերպեմ ու կառաջարկեմ ձեզ ինքնուրույն կարդալ այդ 25-րդ բաժնի վերջի կետն է, ե կետն է։ Ուրեմն օրինակ, ես ենթադրում եմ, որ ուրեմն այս y-ների առանցքի վրայով, որ հենակետը գնում գալիս է, իրականում գնում գալիս է -a եւ a կետերի միջև, ընդ որում համ գնալուց համ գալուց արագացումը նույնն է, հաստատուն է եւ հավասար է c-ի։ Այսինքն b2 կետովը ասենք պարբերություն նշանակենք տեն, ենթադրենք ինքը հավասար է 2 անգամ ինչ որ մի հատ իր կեսը 2 անգամ tau թիվ։ Այդ դեպքում ասում ենք հետեւյալը, որ b2 կետով հավասար է c-ի, այսինքն վերև է գնում c արագացմամբ, երբ t-ն պատկանում է 0 tau միջակայքին եւ ներքև է գնում c արագացմամբ, երբ t-ն պատկանում է tau 2 tau միջակայքին։ Դե դրանից հետո էլ պարբերական շարունակում ենք։ Այսինքն, այս դեպքում a-ի եւ c-ի միջև կապ է առաջանում, կապը հեշտությամբ գտնում ենք, ուրեմն մինուս a կետից դուրս ենք եկել եւ c արագացմամբ գնացել ենք, այսինքն ստացվում է 1/2 c tau պահին, մենք ուզում ենք, որ ժամանակը լինի tau, կլինի c tau քառակուսին, այս պետք է հավասար լինի a-ի, այս էլ նույն բանն է, ինչ որ ասենք օրինակ tau քառակուսին ինչի հավասար 4 բաժանած c-ի։ Այսինքն այս հարաբերությունը կա tau-ի եւ c-ի մեջ, ստանում ենք երկու հավասարում, այսինքն հավասարումներից մեկը, ուրեմն ինչ ենք ենթադրում։ Ենթադրում ենք բնականաբար երկու բան։ Քանի որ ասիմպտոտիկ ռեժիմ ենք ուսումնասիրել, ուրեմն երկու բան ենք ենթադրում։ Ենթադրում ենք, որ c-ն շատ ավելի մեծ է, քան ծանրության ուժը, քան ազատանկման արագացումը, ու ենթադրում ենք նաև, որ L-ը, այսինքն շրջանակի երկարությունը շատ ավելի մեծ է, քան այս A ամպլիտուդը։ Այսինքն փոքր ամպլիտուդով, բայց շատ արագ տատանումներ է անում հենման կետը։ Այս դեպքում հնարավոր է ցույց տալ, որ առաջանում է կայունություն ու օրինակը մանրամասն վերլուծած է Արնոլդի գրքում, բայց մի փոքր բան կա, մի փոքր իմ կարծիքով հաշվարկների անճշտություն կա, չնայած վերջնական արդյունքը ճիշտ է։ Ուրեմն եկեք արագ գրենք հավասարումները, թե ինչ է ստացվում։ Ուրեմն մեր հավասարումը հետևյալն էր. φ2 կետովը, հիշեցնեմ, որ նայում ենք վերևի հավասարակշռության կետը, այսինքն φ2 կետովը հավասար է j գումարած b2 կետով բաժանած l անգամ φ։ Հիմա b2 կետովը երկու արժեք է ընդունում, c եւ -c։ Ուրեմն եկեք նշանակումներ ներմուծենք, օմեգա քառակուսիով նշանակենք j-ն բաժանած l-ը, այսինքն այս օմեգան հենց ճոճանակի սեփական հաճախականությունն է, եւ d քառակուսիով նշանակենք այս b2 կետը c-ն էր, c-ն բաժանած l-ը։ Այդ դեպքում ստանում ենք հետևյալ հավասարումը 0 t-ի վրա, 0 tau-ի վրա, երբ t-ն պատկանում է 0 tau-ին, ապա ունենք հետևյալը, φ2 կետովը հավասար է 0 tau-ի վրա, մենք վերև ենք բարձրանում, այսինքն b2 կետով հավասար է c-ի։ j-ն բաժանածել է այդ օմեգա քառակուսին է, c-ն բաժանածել է այդ d քառակուսին է, d քառակուսի սինուս φ, d քառակուսի անգամ φ, երբ t-ն պատկանում է tau 2 tau միջակայքին,
Ապա B-ի նշանը փոխվում է, ստացվում է φ 2 կետովը հավասար է օմեգա քառակուսի հանած d քառակուսի ու էլի բազմապատկած φ-ով։ Հիմա սա բացասական է, քանի որ ենթադրում եմ, որ c-ն շատ մեծ է։ Ուրեմն առաջի դեպքում ստացվում է սինուս կոսինուսով է արտահայտվում լուծումը, սինուս կոսինուսով է արտահայտվում լուծումը։ Երկրորդ դեպքում սինուս եւ կոսինուս հիպերբոլական ֆունկցիաներով է արտահայտվում լուծումը։ Այսինքն բացահայտ մենք կարող ենք գրել մեր այս a-ն, որը իրականում կլինի երկու գծային արտապատկերումների արտադրյալ, a-ն կստացվի a2 անգամ a1, որտեղ a2-ը համապատասխանում է, որտեղ a1-ը համապատասխանում է այս առաջինին, ուրեմն a1-ը համապատասխանում է դրական նշանին, այսինքն օմեգա քառակուսի գումարած d քառակուսի, այսինքն լուծումները տրվում են, մի վարքյան սխալ գրեցի։ Այս երկրորդ դեպքում է առաջի դեպքում է սինուս հիպերբոլական, երկրորդ դեպքում եռանկյունաչափական ֆունկցիաներ, որտեղ երկրորդ դեպքում է բացասական, առաջի դեպքում դրական։ Ուրեմն a1-ը համապատասխանում է այս առաջի հավասարմանը, երբ ունենք սինուս եւ կոսինուս հիպերբոլական, եւ երկրորդը a2-ը համապատասխանում է երկրորդ հավասարմանը։ Այսինքն գրենք մինուս, որ շեշտենք, որ բացասական է d քառակուսի հանած օմեգա քառակուսի։ Մի խոսքով, բացահայտ գրում ենք սրա լուծումները, կարողանում ենք հաշվել a1-ը եւ a2-ը, ունենք փոքր պարամետրեր, ըստ փոքր պարամետրերի կատարում ենք վերլուծություն ստացված բանաձևերի ու վերջի վերջո ստանում ենք հետեւյալ պայմանը, որ եթե ժ-ն բաժանած c-ն ավելի փոքր է, քան 1/3 անգամ a-ն բաժանած l-ը, ապա հավասարակշռության կետը դառնում է կայուն։ Շատ լավ, ինձ թվում է սրանով ավարտենք, արդեն ժամանակ չունենք, մի րոպեից քիչ, դե սրանով մեր դասընթացն ավարտվում է, առաջարկում եմ նորից միանալ անջատվելուց հետո հետագայի մասին խոսելու համար։ Այսօր էսքանը, ցտեսություն բոլորին։